Սիրելի ռազդանցիներ, պետք է խնդրեմ մի փոքր մոտենաք։ Մենակ է մնացել, ես կոչոր թաղամասի և Երազդան քաղաքի հետ։ Բայց ես որ եկել եմ մի մարդ, որ ուզում ասում է պարոն Դանելյան, կանգնում եմ կողքիդ, կողքի գործեր ենք կատարելու և երևալու է, համոզված ենք։ Այսօր հանդիպում չի որ գնենք գովենք, ճանապարհենք, գնալ ու չտեսնենք։ Մենք պահանջելու ենք, ընտրելու ենք և պահանջելու ենք միանշանակ։ Պարոն Սարյանն այն ազնվորությունը, որ մենք կարող ենք պահանջել և հաստատ պատասխանը ստանալու ենք դեպի դրական։ Մենք բոլորս էլ գիտենք, որ կոչոր թաղամասում որպես ձեր լիազոր ներկայացուցիչ, ձեր կողմից խոսեմ, ունենք բազմաթիվ խնդիրներ։ Միանշանակ այսօր մենք զբաղված ենք անասնապահության, հողագործության, շինարարության, բայց կապ խնդիրներ, որ մեր քաղաքապետը մեր կողքին կանգնել է սեզոնային եւ իշոր գործեր եղել է, թե պարարտանյութի, թե բարելիքի, բայց այսօր այնպեսի մի մարդ է գալիս իրոք թեւտունքն է լինում երկուսով միասին եւ հաստատ մեր կոչոր թաղամասը մեր Հրազդան քաղաքը միասին է լինելու 2001 թվականից մինչև առայսօր գոնե որ չէ մեր գործեր ինչքան որ կատարել է մեր թաղամասում, ասֆալտապատում, լուսավորում, աղբահեռացում, շատ հարցեր կա, ջրային տեսության կապված հորոտման ցանցի վերանորոգում, բոլորը ով որ ուզում է տեսնի, տեսնում է, ով որ չի ուզում տեսնի, ուզում եք մենք ամեն օր ասենք, չի տեսնելու։ Ես խնդրում եմ ձեզ, որ բոլորս տեսնենք, եւ այսօր գալիս է պարոն Սանամյան, մենք բոլորս էլ ունենք խնդիրներ մեր թաղամասում, շատ խնդիրներ։ Կոյուղի խնդիրներ անպայման, մեր երիտասարդական կոյուղի խնդիր ունենք, որ 250-ից 300 միլիոն դրամ գումար է հատկացնելու, որ այդ գործը կատարվի, այդ գործը, այդ ծրագիրը ներկայացնում մեր եթե մենք բոլորս համոզված ենք ընտրվելու է եւ պահանջելու ենք, որ գործն էլ կատարի։ Ես ամբագորգոր բառը չեմ ասում, բոլորը սիրում հարգում ենք, արեք մեկ անգամ եւս։ Իզուր չէ, որ հանդիպումը ստուգա կոչոր թաղամասից, լավ իմացեք։ Ասում են հայրենիքը որտեղից է սկսում, ասում են իմ հայաթից։
Հիմա ընտրությունը որտեղից է սկսում, Կոճոր թաղամասից, լավ հասկացեք, հանգարց փորձի մեկը թասին մցնի, ասի Կոճորցին արեք թասիպով էսես բանանենք, դու մեզնից թասիպով մարդ չկա ստեղ կանգնածներից բոլորս, թասիպով կանգնելու ենք, խոսքն ասելու ենք, պահանջելու ենք, միանշանակ, պարոն քաղաքապետը ևս մի հատ կարևոր լավ բան ասե, արել, իցիները վերացավ վերջապես մեր Զրազդան քաղաքում, այն ժամանակ ասում են, Չրարացի, Ախտեցի, Աթարբեկյանցի, Մաքրավանցի, Աղբարեցի, բայց եկավ 2001 թվականի միջև այսօր բոլորս դարձել ենք հրազդանցի, դա մեծ բան է։ Մենք իրոք, պարոն Սանամյան, նախ ողջունում ենք քեզ, որ դու եկել ես, քո տեխնասում դրել ես մեր թաղամասի, մեր քաղաքի համար, կողքիդ կանգնած ենք, դուխով, ջիգարով, վախենալու զատ չունենք, թասպով եթե մեկը կա մենք ենք, ազգասեր կա մենք ենք, հայրենասեր կա մենք ենք, միանշանակ, շատ չեմ խոսում, ելիշ խոսամ, որ ետ շատ կարում։ Մենք պարծենալու ունենք, որովհետև կարողացել ենք դարձնել քաղաք։ Եթե չլինեինք, չանեինք, մեր աշխատասիրությունը չլիներ, մեր նվիրվածությունը չլիներ այն հողին, որի վրա, որ ապրում ենք ու ապրելու ենք և դարեր պիտի ապրենք, չէր կարող դառնալ քաղաք, գուցե ավելին կդարձնենք և դա մեր հաստատակամությունն է։ Ես ուզում եմ այսօր ասել սիրելիներս, երկիրը պատերազմական իրավիճակում է գտնվում։ Մենք հասկանում ենք, բոլորս էլ ունենք մեր ընտանիքներում կորուստներ, գիտենք կորուստը հայրենյաց պաշտպանության և վաղվա մեր սերունդին անկախ հայրենիք նվիրելու համար է, թշնամին դադար չունի, դադար չի առնում։ Ես լինելով ազատամարտիկ կարողանում եմ հասկանալ այն, ինչ որ այսօր կատարվում է մեր երկրում, բայց դա բեռնել ինչ-որ մի կուսակցության վրա, բեռնել մեկ մարդու վրա, ասել թե մեղավոր են, այո, մեղավոր էլ կա, չեմ ասում բոլորն արդար են, բայց մենք այսօր եկել ենք արդարին ու ուղամիտ մարդուն ընտրելու պատգամավոր, որպեսզի գնա խորհրդարան, փոխվի խորհրդարանը, խորհրդարանում գնա մեր ձայնը բարձրացնելու, ոչ թե խորհրդարանում նստի ու ննջի։ Մենք այլևս ունենք այդ մարդը, որը որ այստեղ կանգնած է մեր շատ սիրելի Սամվել Սանամյանն է, վարչապետի կողքն է կանգնած։ Մենք բոլորս ընդունեցինք վարչապետին, սիրեցինք, քանզի նա կատարում է փոփոխություններ։ Եթե այսպես շարունակվի այս փոփոխությունները, այո, շատ կարճ ժամանակի ընթացքում մենք կունենանք, ինչպես երազել ենք, հզոր հայրենիք, հզոր Հայաստան, եւ ինչու՞ չէ, հզոր Հրազդան, հրազդանցիներ, ես ձեր աշուկն եմ, ձեր ցավը տանեմ։ Բոլորիդ եւ սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ մի ամսակի կապակցությամբ։ Իմացեք, որ դուք միշտ մեր ուշադրության կենտրոնում եք։ Նորից մի տարի հետո մենք սկսեցինք դրաշավը, հիմա ամեն անգամ խոստումներ ենք տալի, կիսով չափ կատարում ենք կամ չենք կատարում, դուք ականատես եք լինում։ Հիմա կսկսենք կուսակցությունները անպագորգոր խոստումներ տալ մեր համաքաղաքացիներին, այնպիսի խոստումներ, որ այսօր անիրականանալի է, օրինակ պատերազմի ավարտ, տնտեսության վերականգնում, սոցիալական խնդիրների լուծում, որի խոսման ուղին գալիս է դեպի հանրապետական կուսակցություն։ Ես ձեզ ասեմ, որ հանրապետական կուսակցությունը ունի բազմաթիվ թերություններ։ Այդ թերությունները, մեր թերությունները մենք լավ գիտենք, որ ոչ մեկը չի կարող այդ թերությունների տեղը իմանալ։ Բայց իմացեք, որ մենք նոր ձևով ենք գալիս ընդրարշավ, դու գիտեք, որ մեր նորանշանական վարչապետը ռեֆորմիստական քաղաքականություն է վարում իր թիմով, որի անդամն է նաև մեր Սանամյան Սամվելը, վարչապետի խորհրդական։ Այդ ռեֆորմերը տանելու են մեր ժողովրդի բարեկեցության բարձրացմանը և մեր երկրի անվտանգության և խաղաղության կերտմանը։ Ժողովուրդ ջան, հանրապետական կուսակցությունը այս տարիներին բազմաթիվ խնդիրներ է լուծել։ Եվ այսօր էլ Սանամյան Սամվելի դեմքով գալիս է ընդդիմությունների։ Մի մարդու, որը ճանապարհ է անցել եւ իր ճանապարհի ընթացքում հասել է գեներալի կոչման։
բայց իր կոչումը ամենաբարձր կոչումը գեներալի կոչումը չի, դա ընկերասիրության կոչում է, նա ընկերոջ կողքին կանգնած մարդ է, ժողովրդի կողքին կանգնած մարդ է, եւ ես ձեզ բոլորիդ խնդրում եմ եւ որդորում, որ ձեր ձայնը տակ Սամվել Սանամյանին, որպեսզի մենք առաջիկա 5 տարիների ընթացքում իրար հետ կառուցենք մեր քաղաքը, որպեսզի ձեր սրտով լինի։ Շնորհակալություն։ Կանանց աղջիկների մարտիրոտ։ Ես ճիշտ ասած մի փոքր շփոթվեցի, որովհետև այսպիսի թիմ ունենալ քարոզիչները, որոնք շատ փորձված են, խոսելու մեջ, խրող ձայն անելու մեջ, ես ընդհանրապես ուրախացա, որ այս կարգի թիմ ունեմ, ես իմ կողքը կանգնած։ Ես Սամվել Սանամյանս անցնելով տարբեր կառույցներում աշխատանքի, միշտ եղել եմ որոշում կայացնող։ Եվ որոշումներ կայացնելով եկել եմ հասել եմ մի իրավիճակի, որ տեսել եմ իմ քաղաքի կողքը պետք է կանգնեմ։ Իմ քաղաքը Հրազդանն է, իմ քաղաքացին հրազդանցին է։ Ես ուզում եմ պայքարեմ հրազդանցու կերպարի համար, ես ուզում եմ պայքարեմ հրազդանցու եսի համար, որովհետև տարիներ շարունակ Հրազդանից ես չեմ կտրվել։ Շատերը ասում են, ձեզ չեն ճանաչում։ Այս բազմության մեջ մարդիկ կան, որ ինձ 40 տարի ճանաչում են։ Բազմության մեջ մարդիկ կան, որոնց հետ ես փոքր հասակում խաղացել եմ։ Իսկ ինչ է վատ։ Երբ որ ես գնացել եմ Երևան ձեռք եմ բերել այն ամենը այսօր ինչ ես ունեմ։ Եվ իմ հնարավորությունը ուզում եմ օգտագործել ձեր համար, մեր Հրազդանցու համար։ Ես հիշում եմ Հրազդանի շուկան, այսինքն հետևնետնեք, Հրազդանի շուկան մարդաշատ էր 80-ական թվականների։ Այսքան մարդ այն ժամանակ ամեն օր կարող ենք տեսնել։ Իսկ հիմա միայն ընտրությունից ընտրություն։ Եկեք չբողոքենք։ Սիրելի հրազդանցիներ, մայրեր, քույրեր, եղբայրներ, ես մանդատի համար չեմ պայքարում։ Մանդատը ձերն է լինելու։ Ում ընտրեք, պետք է պահանջեք։ Պատգամավորը պետք է չկտրվի ձեզանից։ Երբ որ պահանջեք, պահանջատեր լինեք, նոր մենք կարող ենք ընդհանուր ինչ-որ հաջողությունների հասնենք։ Ես համոզված եմ, իմ կապերը, իմ հնարավորությունները ես օգտագործեմ մեր քաղաքի համար, մեր քաղաքը շենացնելու համար։ Իսկ պրոբլեմների համար հիմա կարող ենք լիքը պրոբլեմներ անել։ Խոսել, այս պրոբլեմը, կոյուղու պրոբլեմը, գիտեմ, որ ֆուտբոլի դաշտը երիտասարդությունը ուզում, դրանք բանր պրոբլեմներ են, այն գաղափարի շուրջ, որ մենք այսօր պետք է հավաքվենք։ Պրոբլեմները բոլորը կլուծվեն։ Կգան նոր պրոբլեմներ։ Այդ պրոբլեմներն է մենք պետք է լուծենք։ Ամենակարևորը նա է, որ մարդ պրոբլեմից չվախենա։ Մարդ պրոբլեմի հետևից գնա, հետևողական եւ պրոբլեմը լուծի։ Ես ուզում եմ ողջունել ձեզ, ուզում եմ շնորհակալությունս հայտնել ձեզ, որ դուք իմ կողքին եք եւ հպարտորեն կարող եմ ասել առաջընթաց եւ անվտանգություն։ Եկեք մեր անվտանգության եւ մեր առաջընթացի համար պայքարենք։ Շնորհակալություն բոլորիցս։ Եթե հարցեր ունեք, ես պատրաստ եմ